Հարգելի հայրենակիցներ, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսից հետո կուզենայի մի քանի նախնական, այսպես քաղաքական գնահատականներ ներկայացնել։ Ինչպես հայտնի է, զորահանդեսը ոչ միայն ու ոչ այնքան ռազմական ուժի, զինտեխնիկայի եւ ռազմական հնարավորությունների ցուցադրում է, այլ նաեւ քաղաքականություն։ Այս անգամ եւս այդ բաղադրիչը առկա էր եւ բնական է դա, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ Արևմուտք Ռուսաստան լուրջ հակամարտության պայմաններում կարևոր էր տեսնել, թե ովքեր են մասնակցում, ինչպես են մասնակցում եւ ինչ մեսիջներ են փոխանցվում աշխարհին։ Ռուսաստանի Դաշնության նախագահը Չինաստանի ղեկավարի հետ համատեղ կարելի է ասել ընդունում էր զորահանդեսը եւ դա մեսիջ էր, որ այդ երկու գերտերությունները միասնական են այս միջազգային հակամարտության պայմաններում։ Ցավով պետք է արձանագրեմ, որ հայկական զորախումբ չքայլեց Կարմիր հրապարակում, մինչդեռ հայ ժողովուրդը հսկայական ներդրում ունի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում, մեր պապերն են կռվել եւ մենք հսկայական թվով զոհեր ենք տվել եւ կարելի ասել այդ հաղթանակի փայատեր ենք, սեփականատեր ենք, բայց Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն այնպիսին է, որ մենք դարձել ենք օտար յուրայինների մեջ եւ հենց այդ օտարի կարգավիճակում էլ կարելի ասել աշխարհաքաղաքական որփի հոմժի կարգավիճակում էր ներողություն այստեղ տեխնիկա էր անցնում այդ կարգավիճակում էր Նիկոլ Փաշինյանը եւ այսպես մեկուսացված էր նստած, որովհետեւ ինքն է իրեն այդպիսի վիճակի մեջ դրել եւ հայկական զորախումբ չանցավ Կարմիր հրապարակով եւ դա այն դեպքում, երբ մենք ամագուն ենք հաղթանակի մեջ եւ մենք ֆորմալ առումով գոնե Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ենք եւ ֆորմալ առումով գոնե ՀԱՊԿ-ի անդամ ենք, չնայած Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է եւ անում է, որպեսզի մենք ընդհանրապես դաշնակիցներ չունենանք եւ մնանք մենակ եւ ի վերջո հայտնվենք թուրք-ադրբեջանական տիրապետության տակ եւ ես ցավով եմ կրկին արձանագրում, որ հայկական զորախումբ ներկայացված չէր Կարմիր հրապարակում, մինչդեռ ԱՊՀ երկրներից կային ներկայացուցիչներ եւ որն է ամենացավալին, որ ադրբեջանական զորախումբը անցավ Կարմիր հրապարակով, այն դեպքում, երբ որ հայրենական պատերազմում անհամեմատելի են հայ ժողովրդի եւ հայերի ներդրումը ադրբեջանականի համեմատ Ալիևը իհարկե չէր մասնակցում, սա էլ յուրօրինակ քաղաքական մեսիջ էր, այսպես Ալիևի քաղաքականությունն այնպիսին է, որ ինքը փորձում է նաեւ այսպես արևմուտքին որոշակի ռևերանսներ անել, բայց նա նման բան իրեն կարող է թույլ տալ, որովհետև կարողացել է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում նախ հաղթանակ տանել պատերազմում, ապա նաև ամբողջությամբ գրավել Արցախը։ Եվ ահա ադրբեջանական բանակը մասնակցում է, բանակի ներկայացուցիչները մասնակցում են զորահանդեսին, իսկ հայկական զորախումբ չկա։ Նիկոլ Փաշինյանը կար, բայց նրան նույնիսկ կադրերում ցույց չէին տալիս, ես ինչքանով որ հասցրեցի հետևել էկրաններից, նրան ուղղակի ցույց չէին տալիս, որովհետև ինքն է այդպիսի վիճակում դրել իրեն եւ Հայաստանին։ Եվ սա ցավալի է արձանագրելը, ինչը միջազգային ասպարեզում ակնհայտորեն մեզ շահեկան դիրքերում չի դնում։ Ահա այս հատվածում էին նստած ղեկավարները եւ ցավալի էր, որ նույնիսկ Հայաստանը ներկայացնող մարդուն ցույց չեն տալիս, բայց
Կարծես ինքն է ամեն ինչ արել է դրա համար, որպեսզի ցույց չտան։ Սա միջազգային ասպարեզում կարևորագույն միջոցառումներից մեկն է, որին փաստորեն մենք բացակա գտնվեցինք, թեև Նիկոլ Փաշինյանը ներկա էր, բայց Հայաստանի Հանրապետությունը բացակայում էր եւ ցավալիորեն մենք օտար ենք հյուրայինների մեջ եւ օտար ենք նաեւ օտարների մեջ։ Հայաստանին ընդհանրապես օգտագործում են, իսկ Նիկոլ Փաշինյանը իր կաշվի փրկության խնդիրն է լուծում, իր անվտանգության հարցն է լուծում եւ ամբողջությամբ հանձնվել է թուրքական ողորմածությանը եւ Թուրքիայի աջակցության ակնկալիքով է նա վարում քաղաքականություն։ Այս ամենը մեզ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանում իրավիճակը փոխվի, քաղաքական տեղի ունենա իշխանապողություն, որը մեր անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն է։ Մոսկվայում շատ հաճելի եղանակ էր պարադի ժամանակ, ուշագրավ էր, որ ասում էին կանխատեսում են, որ անձրև կլինի, բայց այդպես չեղավ։ Նախ օգտվելով առիթից եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի կապակցությամբ, հաղթանակի կապակցությամբ, բայց ցավով եմ նաեւ արձանագրում, որ Նիկոլ Փաշինյանը խլեց մեզանից եռատոնը, ինքը ամեն ինչ արեց, որ մենք ստանանք պատերազմ, կամ ամեն ինչ չարեց, որ այդ պատերազմը չլինի։ Եթե սկզբնական փուլում մենք կարող ենք խոսել հիմարության, ապիկար քաղաքականության մասին, ապա առնվազն 22 թվականի հոկտեմբերի 6-ից սկսած մենք գործ ունենք դավաճանական մոտեցման հետ եւ հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Դա պետական դավաճանություն էր, հանցագործություն էր, որի արդյունքում մենք ստացանք էթնիկ զտումներ եւ շուրջ 120,000 մեր Արցախի քույրերն ու եղբայրները ստիպված եղան լքել իրենց տները, լքել մեր բոլորի պատմական հայրենիքի մի մասը Արցախը։ Մենք պետք է հնարավորություն եւ կարողություն ունենանք միասնական դառնալու կարևորագույն հարցերում համախմբվելու եւ հաղթանակ տանելու եւ որի կարևորագույն առաջին նախապայմանը իշխանապողությունն է։ Առայժմ այսքանը կուզենայի գնահատականների մասով մայիսի 9 2025 թվական Կարմիր հրապարակ կհանդիպենք։